Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը այսօր քվեարկությամբ մերժեց քննարկման ընդունել երկու դիմումները, որոնք վերաբերում էին պատգամավորների վարքին։ Առաջին դիմումով քաղաքացի Արթուր Զադոյանն էր Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանին պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացրել։ Հիշեցնենք, 2009-ին պատգամավորը վեճի ժամանակ կրակահերթ էր բացել Զադոյանի վրա։ Քրեական գործը կասեցված է։ Երկրորդ մերժված դիմումն էլ վերաբերում էր հանրապետական պատգամավոր Էդուարդ Շարմազանովի եւ դաշնակցական Արծվիկ Մինասյանի հայտարարություններին DIY ակումբի պայթեցման վերաբերյալ։ Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք հասարակական կազմակերպությունը դժգոհել էր, որ պատգամավորները խտրական վերաբերմունք ատելություն են քարոզում։ Բոլոր այն արարքները, որոնք նկարագրվում են, տեղի ունեցել մինչև համապատասխան օրենքի ընդունումը։ Իսկ օրենքը չի կարող ունենալ հետադարձուժ։ Նիստը դռնփակ էր եւ Դավիթ Հարությունյանը հրաժարվեց ներկայացնել կողմ եւ դեմ ձայների հարաբերակցությունը։ Միայն հաստատեց, որ ինքը դեմ է քվեարկել դիմումները վարույթ ընդունելուն։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխանցեց, թե կողմ էր, որ երկու հարցերն էլ հանձնաժողովում ընդունվեին քննարկման։ Քաղաքացու առաջին իսկ դիմումը առանց քննարկման ըստ էության էթիկայի հանձնաժողովը մերժում է։ Ես կարծում եմ, որ սա ամենևին էլ լավ նշան չէ էթիկայի հանձնաժողովի գործունեության առումով։ Ես կարծում եմ, հանձնաժողովի գործունեությունը չպետք է լինի արհեստական, հանձնաժողովը պետք է ընդունի այն որոշումները, որոնք համարում է ճիշտ, եւ դրանով է պայմանավորված այն, որ մենք ունենք շատ հավասարակշռված հանձնաժողով։ Իդեպ քվեարկությունից առաջ Կարո Կարապետյանին հրավիրեցին ներս, նա վաղ առավոտից խորհրդարանի միջանցքում սպասում էր։ Մեր հարցերին հրաժարվեց պատասխանել, իսկ նիստին մի քանի րոպե մասնակցելուց հետո արագ հեռացավ։ Էթիկայի հանձնաժողովին ուղված մյուս դիմումի հասցեատերերից մեկը դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նաև այս հանձնաժողովի անդամ է, հեռացավ նիստից, երբ հերթը հասավ իրեն եւ Շարմազանովին վերաբերող դիմումին։ Այսպես հանձնաժողովի կանոնակարգն է պահանջում։ Մեղադրել ինձ ու Շարմազանովին ատելության քարոզի մեջ կամ ահաբեկչություն գործած անձանց հովանավորելու մեջ, քաջալերելու մեջ կամ ֆաշիստական գաղափարները տարածելու մեջ։ Սա առնվազն չեմ ուզում կոպիտ բառեր ասել, բայց պետք է լինեն այնքան անհանդուրժող եւ այնքան հասարակության մեջ եւ հասարակության շահը, սեփական շահին ձգտող մարդիկ, ինչպիսին այս կազմակերպությունները եւ անձինք են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս երևույթը շատ խորանա, հնարավոր է, որ ես նաև այլ իրավական վարույթ սկսեմ վիրավորանքի եւ զրպարտության հիմքերով։ Հիշեցնեմ, Արծվիկ Մինասյանն իր կուսակից գործընկերոջ Հրայր Կարապետյանի հետ միջնորդել էր, որպեսզի ակումբը պայթեցնող երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը չկիրառվի։ Արծվիկ Մինասյանն ասաց, հիմա էլ է պատրաստ նույնը կրկնել։